Ուրեմն հարգելիս նախ շնորհավորանքի համար շնորհակալ եմ, բայց մենք էլ չենք ուզում, որ լինի այս տոնը իմ համար ուզում եմ, որ լինի շատ գեղեցիկ տոնը, բայց արդեն 5 տարի է ինքը ինձ ավելի շատ ցավ է պատճառում այս տոնը, ինչի համար, երբ որ ես մայրացել եմ այս ժամանակ, երբ որ ես այս տղայից ճիչն եմ լսել, այդ բերկրանքից սիրտս լցվել էր ու հիմի ես արդեն 5 տարի ման եմ գալիս, էլ ես ինձ մայր էլ չեմ կարող համարել, որովհետև յուրաքանչյուր մայր կարող է իր ածակին պահի, անգամ կենդանին, ես չկարողացի։ Ձեր որդու հետ կապված տեսանյութեր նույնականացում եղել է թե ոչ։ Նույնականացում չունենք, տեսանյութ նմանապես չունենք ու փաստերը տաննա դեպի գերություն։ Իսկ այդ տղաներ կան, որոնք գերությունից վերադարձել են, փորձել եք հետաքրքրվել, միգուցե որևէ տեղեկություն ունենան ձեր որդու հետ կապված։ Գերությունից որ վերադառնում են, իրանք ասում են մենք չենք տեսել ու ոչ միայն իմ տղային, այլ բոլորին։ Ասում են չենք տեսել, չգիտենք, աչքերները կապած ա եղել ու չգիտեմ, միգուցե այդ երեխեքին թույլ չեն տալի, ասեն, միգուցե հենց ընդեղից թույլ չեն տալի, միգուցե այստեղից թույլ չեն տալի։ Ես չեմ կարող այդ ինչ որ մի բան ասեմ այդ կողմով։ Բայց ամեն դեպքում, եթե լավ որ գերի չի, ուրա 4.5 տարի մենք ման են գալիս ու այսինքն չունենք ոչ նույնականացում, ոչ մի բան կամ քննություն ավարվում, ինչի այսքան ժամանակ մեկը չասեց, որ հերո երեխուց ինչ որ մի վատ բան ա եղել։ Եթե դու այդ վատը չես լսում, ծնողին չեն ասում, քննության ընթացքում չեն ասում, երեխան ինքը չկա, ուրիշ ծնող ինչ մտածի։ Ձեր որդու դեպքը կասեք երբ է տեղի ունեցել, ինչ հանգամանք։ Ուրեմն հարգելներից ես չեմ ուզում առանձնացնեմ իմ որդուն մյուս որդիներից։ Բոլորներ հերոսներ են, առիս տղաներ են, որ կռվել են։ Դրա համար բերեք չանհատականացնենք, չառանձնացնենք։ 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում ու շատ երեխեք այսօր Ջաբրայիլ, Հադրուտ այդ տարածքներից են, որ կորած են, եթե հետևողականին եք կտեսնեք, մեծամասնությունը Ջաբրայիլ ու Հադրուտից են կորածել։ Տեղյակ եք, որ ձեր որդին էլ գտնվում է Ջաբրայիլում։ Ոչ, իմ որդին նորակոչիկ էր, ինչպես շատ ծնողների երեխաներ, որ նորակոչիկ էին, որ այսինքն պիտի իրանք պատերազմի դաշտում չլինեին, ասեմ ավելին։ Իմ տղան Հայաստանի զինվորայել է, Մեղրիի զինվորայել է, որը որ անպատրաստ երեխուն ընդամենը մի քանի օրվա զինվորին տարել է պատերազմ։ Այսինքն մտածված ծրագիր են ունեցել, որ տանեն այս երեխեքին բնաջնջեն։ Ես այդքանը կարամ ասել։ Իշխանություններ դուք տեսել եք այս ընթացքում։ Տեսագրություններ եղել են, որ վկայում են։ Տեսագրություն չունենք մենք։ Իշխանություններից ինչ ակնկալիք ունեք։ Ոչինչ։ Եթե առնելով, որ միջազգային դատարաններից գանգատներն են հետ կանչում, այսպիսով օրակարգից դուրս մղելով նաև գերիների անհետ կորածների պատանձների հարցը, ինչ ակնկալիք ունեք։ Դե իրանք ասում են մենք հետ ենք վերցնում, բայց դուք անհատական կարակ դիմեք։ Այ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեր հանդիպումները ավելի հաճախակի են լինում։ Անգամ ա եղել։ Ինչ է ասում, այլ ինչ պատասխան է տալիս ձեր հարցերի։ Գիտեք, իրանց պատասխանային կլիներ, եթե հեշտ 4.5 տարվա ընթացքում ինչ որ մի հատ երեխա բացահայտվեր, ինչ որ մի երեխու ճակատագիր բացահայտվեր, եթե չի բացահայտվել, նշանակում է չկա արդյունք։ Իսկ իմ համար արդյունք, երբ որ ես իմ երեխուն տեսնեմ, իմ տղայի անհայտությունը բացահայտեմ ու վերջ։ Այդ է։ Իսկ ես ուրիշ արդյունք գալիս են նստում են փակ քննարկումներին, լուրումունջ թողնում գնում են, որևէ մեկը իր ելույթում ինչ որ մի բան ասում է, խոսում են։ Սրբույի Գալյաններ օրերս ձեզ հետ հանդիպման առողջապահության նախարարը խոսելու ժամանակի մեջ չտեղավորվեցին Սրբույի Գալյանը չխոսած, իսկ մյուսներն էլ որ խոսեցին, եղան ապացույցներ, որ մենք ասեցինք, որ սխալ եք արել, այսպես այնպես, որոշ բաներ իրանք բոլորը արդարացրեցին, որ վրիպում է։ Մեր կառավարությունում ամեն ինչ վրիպում է։ Իսկ ժամանակացույց վերցրել եք, այդ վրիպումները երբ են ուղղվելու վերջի վերջո։ Արդեն 4 տարի անընդհատ այդ վրիպակների մասին են խոսում։ Ձեզ հետ կշտկենք, բայց թե երբ կշտկեն արդյոք թե չէ, այդ մենակ երևի իրանց ու վերևի ասում է հայտնի։ Վրիպումը որ կողմից է լինում, կոնկրետ որ կառույցն է անընդհատ այդ վրիպակները բաց թողնում։ Բոլորը, բոլորը։ Վերից վար։ Վերից վար բոլորը, ինչու՞ որ։ Կարծում որ առանձնացնեմ, բոլորն էլ ունեն վրիպումներ։ Իմ մոտ կարա ուրիշ տեղ, ուրիշ կառույցից լինի վրիպում, մյուս ծնողի մոտ ուրիշ կառույցից լինի։ Չեք կարծում, որ դուք ծնողներդ ավելի խիստ եւ ավելի հստակ քայլերով պետք է պետությանը, իշխանությանը դիմեք։ Օրինակ խիստ ինչ անենք ախր, էլ ինչ անենք, այն խիստ արել ենք, օրերով փողոցում քնել ենք, 3 օրով հրապարակում քնել ենք ձուն ձմեռնոցով, ամառը մնացել ենք կառավարական տան մոտ
մնացել ենք 2-3 անգամ մնացել ենք, այստեղ մնացել ենք, այսինքն էլ կոշտ ինչ անենք, ինչ որ մեկ երեխային վնասենք։ Այ դուք որ հավաքվում եք այստեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեծամասնությունը տեղյակ չեն լինում։ Ինչով է սա պայմանավորված։ Դուք կարծես թե լուր հավաքվում եք եւ լուր գնում եք։ Գիտեք, նախ մենք մի քիչ խուսափում էինք միջև այս 4 տարին, ավելի շատ խուսափում էինք, որ ուրիշ երկրներում էլ են նայում, պետք չի միգուցե վտանգենք, բայց տեսանք, որ ինքը ոչ մի բան չտվեց։ Հիմա փորձում ենք այսպես։ Ձեզ որ առաջարկում են միջազգային կառույցներին անհատական դիմեք, ռեսուրս, ֆինանս, ինչ որ մի բանով կողքից օգնում են, չէ՞ որ դա պետության հոգացության տակ պետք է լինի։ Չէ, գիտեք ինչ, այս պահին Սիրանուշ Սահակյանն է ինքը ներկայացնում անհատական երեխաներին, չէ, մենք ոչ մեկս ոչ մի բան, ասենք Սիրանուշին մենք չենք տվել աշխատաբարձ կամ ինչ որ չգիտեմ էլի գումար, այդ կողմից չէ։ Ասել են դուք ինքնուրույն, եթե միջազգային գանգատները հետ վերցրեցինք, չէ, նոր ասացին նոր պիտի լինի կհասկանանք, միգուցե այդ գայտել հələ։ Այդ ինչ ձևով պետքա անհետ կորածի զինվորը, ինչ միջոցներով։ Չի որ մենք պետությունից բան ենք ուզում, մենք պետությունից ոչ մի բան չենք ուզում։ Ինչ էլ որ լինի, մենք ծնողներով մեր միջոցներով կանենք, մեզ ոչ մի բան պետք չի, մենակ մեր երեխեքին վերադարձնեն։ Մենք այն ծնողները չենք, որ ինչ որ բան ենք ուզում իրանցից, չէ։ Չէ, մեզ մենակ մեր